Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Ինչու սգավոր գնամ ես Սաղմոս 42:9 Կարող ես պատասխանել այս հարցին, ով հավատացյալ։ Կարող ես ասել պատճառը, թե ինչու ես այդքան հաճախ սգում ուրախանալու փոխարեն։ Ինչու ես տրվում մռայլ կանխազգացումներին։ Ով է քեզ ասել, որ գիշերը երբեք չի ավարտվելու ցերեկով։ Ով է ասել, որ հանգամանքների ծովում այնպիսի տեղատվություն կլինի, որ չի մնա ոչինչ, բացի սոսկալի աղքատության ցեղից ու տիղմից։ Ով է ասել, որ քո նեղությունների սառնամանիքն ավելի է սաստկանալու, և դրա ձյանը սառույցին ու կարկուտին ավելանալու է հուսահատության էլ ավելի ուժեղ փոթորիկը։ Միթե չգիտես, որ գիշերն իր տեղը զիջում է ցերեկվան, որ տեղատվությանը հաջորդում է մակընթացությունը, որ ձմեռվանից հետո գալիս են գարունն ու ամառը։ Ուրեմն շարունակիր հուսալ, հավիտյան հուսա, քանի որ Աստված հուսախաբ չի անի քեզ։ Միթե չգիտես, որ քո Աստվածն այդ ամենի մեջ անգամ սիրում է քեզ։ Երբ սարերի վրա խավար է իջնում և ծածկում դրանք, միևնույն է, դրանք չեն դադարում իրական լինել։ Աստծո սերն էլ նույնքան ճշմարիտ է քո հանդեպ հիմա, որքան ամենապայծառ պահերիդ։ Ոչ մի հայր մշտապես չի խրատում։ Քո Տերն ատում է գավազանն այնպես, ինչպես դու, և այն օգտագործում է միայն, որպեսզի ստիպի քեզ գիտակցել և հոժարությամբ ընդունել քեզ համար իր պատրաստած բարիքը։ Դու դեռ հրեշտակների հետ բարձրանալու ես Հակոբի սանդուղքը և տեսնելու ես նրան, ով նստած է դրա վերևում, քո ուխտի Աստծուն։ Հայտնվելով հավիտենության շքեղությունների մեջ, դու դեռ մոռանալու ես ժամանակի փորձությունները կամ հիշելու ես դրանք միայն, որպեսզի օրհնես այն Աստծուն, որն անցկացրել է քեզ դրանց միջով և դրանք հարակայուն բարիքի գործակից արել քեզ համար։ Արի, երգիր նեղությունների մեջ, ցնծա, երբ հնոցի միջով ես անցնում։ Թող քո անապատը վարդի պես ծաղկի, թող այն զրնգա քո հրճվալից ուրախությամբ, քանի որ այս թեթև նեղությունները շուտով կվերջանան, և հետո այնտեղ, հավիտյան Տիրոջ հետ, քո երանությունը երբեք չի մարի։ Քրիստոսն ամենն է ամեն բանի մեջ, միայն հավատա և դու կտեսնես։ Կառնի քո կյանքը իր բազուկների մեջ, դու թեև տկար, բայց և շատ թանկ ես։ Դու մի թուլացիր, ոչ էլ վախեցիր, մեր Տերը երբեք չի փոխվում։ Նրա գրկի մեջ կյանքդ կառուցիր, Սուրբ Հոգու կրակն այնտեղ է վառվում։